տարիներ, որ աշխատում ենք Ալեքսանդր Լապշինի անձնական պատմության մի հատվածը էկրանավորելու ուղղությամբ, ֆիլմում դեպքերը զարգանում են Վիլնյուսից դեպի Մինսկ, ապա ձերբակալություն, Մինսկից դեպի Բաքու, Բաքվից դեպի Իսրայել։ Ֆիլմը անդրադառնում է այդ հատվածին, իհարկե նաև իր մեջ ներառելով նախկինում կատարված դեպքերը, որոնց պատճառահետևանքային իրադարձություններն են ընթանում այդ շրջանում։ Տարիներ արդեն աշխատում ենք տվյալ ֆիլմի թեմայի ուղղությամբ և մինչ օրս կարողացել ենք լավագույնս մեր առջև դրված ստեղծագործական խնդիրները լուծել, ունենք շատ զորեղ սցենար, ուսումնասիրել ենք իհարկե նախքան սցենարը բոլոր դեպքերը, դրվագները, իհարկե Ալեքսանդրի հետ, նրա տիկնոջ Եկատերինայի հետ միասին և հնարավոր բոլոր պատմության հետ կապ ունեցող մարդկանց հանդիպել ենք, դա տևել է տարի ու կես մոտավորապես և ավել, ուսումնասիրել ենք նյութը, ապա արդեն փորձել ենք սցենարի ուղղությամբ աշխատանքները և սցենարի գրելը ստանձնել է ամերիկացի բավականաչափ հայտնի կինոսցենարիստ Դան Գորդանը։ Ունենք Դան Գորդանի կողմից գրված սցենարը և այդ տարիների ընթացքում ես և իմ թիմը տարբեր կինոշուկաներում, Կաննում, Մարշե դու ֆիլմում, Բեռլինում, Բեռլինի փառատոնի մարկետում, Բեռլինի փառատոնին զուգահեռ Եվրոպան ֆիլմ մարկետում և այլ կինոշուկաներում զարգացրել ենք ֆիլմը, պրոյեկտը և ունենք հետաքրքրություններ արդեն իսկ Լիտվայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, որովհետև պատկերացնում ենք ֆիլմը ստեղծել համատեղ արտադրությամբ Հայաստան և եվրոպական թվարկած երկրները։ Ասեմ, որ առաջին իսկ արձագանքները թեմայի շուրջ շատ հետաքրքրություն առաջացնող էր, որովհետև դեպքերը որևիցե անձի մասին լինելուց զատ նաև համամարտկային շատ զորեղ կոնտեքստ ունի։ Դա մի պատմություն է, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ երկիր մոլորակի վրա և մասնավորապես յուրաքանչյուրիս հետ, նաև հայերիս, բայց անկախ նրանից, թե ինչ կարող է պատահել ձերբակալությունը, բայց այն, որ թե ինչպես են վերաբերվում մարդկանց հետ, թե Բելարուսի բանտում և թե արդեն պարզ է ինչպես կվերաբերվեն ադրբեջանական բանտում, սա ֆիլմը լավագույնս ներկայացնող միջոց է և շեշտադրումը ամբողջովին դրված է իրական փաստերի վրա, որևիցե բան հորինված չէ, ողջ սցենարը կառուցված է փաստացի մարդկանց և Ալեքսանդրի և կնոջ վկայությունների վրա։ Ֆիլմը խաղարկային է և արդեն վերջի մեկ տարի, մի քիչ նվազ, մենք հանդիպում ենք թե օնլայն և թե ֆիզիկապես տարբեր նշանավոր դերասանների հետ և նաև նշանավոր դերասանների գործակալների հետ, փորձելով ամենալավագույն դերասանական կազմը հավաքել տվյալ ֆիլմի համար։ Եվ հիմա ճիշտ չէ, որ անուններ ասեմ, որովհետև տվյալ դերասանների հետ, որոնց հետ որ խոսում ենք, կամ գործակալների հետ ամրագրված չեն պայմանագրային
կերպով, պայմանագրով, բայց նախատեսում ենք, որ ակարգի դերասանների մասնակցություն կլինի ֆիլմում եւ հենց օրեր առաջ կանում դարձյալ թեմայի շուրջ բոլոր պրոդյուսերների հետ քննարկման արդյունքում հստակեցրեցինք, թե որոշ դերասանների հստակ մասնակցությունը եւ թե նաեւ ինչ քայլեր ենք անում այլոց ուղղությամբ։ Այո, խաղարկային է ֆիլմը եւ սցենար ունենք, դերասանական կազմը հստակեցնում ենք, նկարահանումների վայրը թե որտեղ կլինի, դա առաջիկայում կհասկանանք, կապված ֆինանսավորման աղբյուրների հետ, որովհետև համարտադրությունը Հայաստանը Եվրոպական կինոկոնվենցիայի սկզբունքներով է գործում եւ համարտադրությունը co-production-ը թելադրում է իր ուրույն կանոնները։ Տեսնենք ստեղծագործական կազմը կլինի ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ վերնշված երկրներից եւ այլն։ Հիմնական պատճառը ֆիլմի նկարումները չսկսելու դա ֆինանսական միջոցների գոյացումն է եւ գուցե հարմար առիթ է, որ եւս մեկ անգամ հնչեցնենք, որ ես փորձում եմ եւ իրականացնում եմ տվյալ հանդիպումները թե հրեշտակ ներդրողների, թե տարբեր հիմնադրամների հետ, փորձելով գոյացնել միջոցները ֆինանսական եւ նաեւ ներդրողների հետ, ինվեստորների հետ շփվում ենք Հայաստանից դուրս, դարձյալ նույն ուղղությամբ, որ կարողանանք գոյացնել ֆիլմի բյուջեն։ Այս վայրկյանին ֆիլմը պատրաստ է ամբողջովին սկսելու նկարահանումները, միայն ու միայն դժվարությունը դեռ նաև որ ունենք բյուջեում ֆինանսական բաց, բավականաչափ մաս համալրված է արդեն իսկ, բայց ունենք դեռ բաց, փորձում ենք այդ բացը լրացնել եւ շատ արագ կանցնենք ֆիլմի նկարահանումների։ Ալեքսանդրի ներգրավվածությունը նրանով է, որ իր պատմությունը ներկայացրել է ինձ եւ փաստացի իր պատմությունը էկրանավորման որույթը ձևով ներկայացնելը հանրությանը պատկանում է ինձ, իմ ընկերությանը։ Նրան ներգրավվածությունը սահմանափակվում է միայն նրանով, որ նա պատմել է ողջ պատմությունը եւ նաեւ օգնել մեզ գտնել այն մարդկանց, ովքեր որ որույթը ձևով մաս են եղել կամ աջակցել են իր ազատ արձակմանը։ Մնացած այլ մասով իմ ընկերությունը եւ համարտադրող ընկերությունները, պրոդյուսերները աշխատանք են տանում վերջնական դերասանական կազմի հաստատման ուղղությամբ եւ վերջնական բյուջեի լրացման ուղղությամբ։ Նաեւ անդրադառնամ Largo AI-ի միջոցառմանը կանոն, դա մի հարթակ է, որը արդեն 6 եւ ավել տարիներ է գործում եւ ես իրենց հետևում եմ նախորդ 3 տարիների ընթացքում վերջի 1 տարին մենք համագործակցում ենք Largo AI-ի հետ, տվյալ հարթակի հետ եւ դա մի հարթակ է, որը վերլուծում է թե սցենարը, թե դերասանական կազմը, թե ֆինանսավորման հայթայթման ուղղությունները, թե նաեւ թե ինչպես կարող են գումարները վերադարձվել, այսինքն AI-ը ամբողջովին վերլուծություն է տալիս բոլոր ուղղությամբ, թե ֆիլմի սցենարի քանի տոկոսն է դրամակազմում, քանի տոկոսը եւ այլ, հա։ Եվ հազարավոր պրոյեկտներ են իրենց վերլուծությունը անում, իհարկե վճարովի է հարթակը, 1 տարվա պայմանագրով 12 անգամ տարվա ընթացքում վերլուծություն է իրականացնում։ Եվ մենք անցած տարվա ընթացքում, ամիսների ընթացքում իրականացրել ենք վերլուծությունները եւ
լավագույնը հարթակի հուշումների վերլուծության հիման վրա իրականացրել շտկումները եւ արդեն ասացի, որ հազարավոր պրոյեկտներ են այսօր տեղադրված Largoya-ի հարթակում եւ 20 պրոյեկտեր այս տարի Largoya-ի կողմից հաջողակ successfully, այսպես ասած, պրոյեկտները ներկայացվել էին իրենց միջոցառման ժամանակ կանոն, մեկը blacklist-ն էր։ Դա իսկապես երանելի է, շատ գովելի փաստ, որ կարողացել ենք մենք զարգացնել մի պրոյեկտ, որ հարթակը հազարավոր պրոյեկտների մեջ ճանաչում է լավագույն 20-ի մեջ նաև մեր պրոյեկտը եւ փաստացի մեր լիտվացի գործընկերը ում հետ միասին իրականացրել ենք տվյալ պրոյեկտը եւ նաև մեր այլ կինո նախագծերում մասնակցում է նա ներկայացրեց կանոն Մաշեդու ֆիլմում Largoya-ի հարթակում blacklist-ը Դրանից հետո եւս մենք ունեցանք հանդիպումներ արդեն իսկ պրեզենտացիայից հետո հետաքրությունը բավական մեծ է տվյալ թեմային մասնավորապես համամարտկային մարդու իրավունքների կոնտեքստում թե ինչպես է պատմությունը ներկայացում եւ փաստացի այդ ամենը իրական փաստ է եւ ես հիշում եմ վերջերս քանի որ 3 օր առաջ հանդիպման արդյունքում ինձ մի պրոդյուսեր միացաթակավորությունից ասում է որ պրեզենտացիայի ժամանակ ես հեռախոսից վրա Google-ում սկսեցի փնտրել Ալեքսանդր Լապշինի շշմեցնող պատմություն է սա ուզում եի հասկանալ այն ինչ որ պատմվում է հիմա իրական մարդուն ուզում եի տեսնել Կանում ես եւ իմ երկու գոլեգաների հետ էի եւ փաստացի մենք աշխատել ենք ոչ միայն blacklist-ի ուղղությամբ, առաջ մղման, իրականացման, այլ նաեւ վերածնվածը ֆիլմի, որը գտնվում է հետարտադրական փուլում, առաջ ասված այս տարի կավարտենք եւ վերածնվածը ֆիլմի ուղղությամբ աշխատանքները հետեւյալն են, որ գտնեինք լավագույն վաճառքի ընկերությունը, որը հնարավորինս կարող էր թևեր տալ տարածել ֆիլմը ավարտելուց հետո հաջորդ տարի։ Վերածնվածը ֆիլմը պատմում է 20 թվականի պատերազմի մասին, անդրադառնում է դեպքերը պատերազմին եւ կարող եմ ասել, որ ֆոկուսը հիմնական ֆիլմի դա լրատվամիջոցներն են, AI-ն է, որովհետեւ ֆիլմի մեջ ունենք բավական զորեղ արհեստական բանականության կերպար, կոմպոնենտ ասեմ, հիմնվելով գիտաֆանտաստիկ հենքի վրա, դա միայն AI-ը մեր ֆիլմում ֆանտազիայի ժանրի չէ, այլ գիտաֆանտաստիկ հենք ունի, աշխատել ենք AI-ի ստեղծման ուղղությամբ ոլորտի լավագույն մասնագետների հետ, Կանադայից եւ Շվեյցարիայից, որովհետեւ ես AI մասնագետ չեմ, բայց փաստորեն մեր ֆիլմում գլխավոր կերպարը զարգացնում է AI իր ծրագիրը, արհեստական բանականության իր ծրագիրը, անվանելով նրան ORCID Organizer of Chaotic Input Data, բայց զուգահեռ այս AI-ի զարգացումներին ընթանում է Արցախյան 2020-ի պատերազմը։ Տարիներ առաջ ունենք որոշակի կանխատեսում, որ հայաստական բանականությունը շատ այսպես բուրըն կերպով կգա մեր կյանք եւ այն ինչ որ տեսանք, որ արդեն իսկ եղել է կամ լինում է։ Այո, եւ սա մի գործոն էր, որ փորձեցինք օգտագործել AI-ի թեման առաջ մղելու Արցախի մասին խոսքը, նաեւ այդ ուղղությամբ ոչ միայն ամուր ու կուր դրամատիկ պատմության միջոցով խոսել ամբողջ աշխարհում Արցախի մասին, այլ նաեւ հետաքրքրացնել AI-ի IT աշխարհի մարդկանց ներկայացնելով ֆիլմում շատ առաջադեմ AI, որը որ փաստացի մի մասը մեր կանխատեսումները իրականացվել է, հիմա մենք ունենք այդ AI-ը personal assistant-ի մակարդակում, բայց մեր ֆիլմում շատ ավելի առաջադեմ AI է ներկայացված, որը գուցե առաջիկա տարիներում լինելու եւ փաստորեն սա գեղեցիկ թե հայկական AI-ի մանիֆեստը կարող է լինել աշխարհում
հայկական կինոյի տեսքով, այլ նաև սա լավ միջոց է, որ կխոսվի պատերազմի մասին, բայց պատմելով նաև հայաստական բանականության։ Ֆիլմի գաղափարը իմն է եւ իմ գոլեգա Նարինե Ոսկանյանին է։ Մենք միասին այս ուղղությամբ սկսել ենք աշխատել 2018 թվականին, առանցքում ունենալով ոչ թե 20 թվականի պատերազմը, այլ 16 թվականի պատերազմը, բայց 20 թվականից հետո ամենը մնացել է նույնը, բացի պատերազմական դեպքերը, որ 16-ը փոխակերպվել է 2020-ով եւ բնականաբար ֆիլմը ունեցել է իր հիմնարար փոփոխությունները, սցենարը, բայց այդ գաղափարի շուրջ մենք արդեն իսկ 16 թվականի վրա հիմնվելով, քարոզիա պատերազմի վրա հիմնվելով զարգացնում ենք AI-ը, թեման, վերածնվածի, բայց փոփոխություններ 20-ից հետո եղել են զուտ դրամայի մասով, մարդկանց ճակատագրերի պատերազմի մասով։ Արման Դասանդեն է խաղում, Արման Դասանդենին գիտեք երևի, Օդիսեյ ֆիլմից, Ջոն Գոթի ֆիլմ։ Մայա Մորգենշտեյնը Քրիստոսի չարչարանքները ֆիլմում աստվածամոր կերպարն է խաղում։ Waterproof data storage and battery compartment works using novel ultrasound and infrared technology. I've equipped it with emitters and sensors for capturing vital data. Այս տարի կավարտենք ֆիլմը եւ հաջորդ տարի նախատեսում ենք փառատոներին դիմել եւ հիմա կապի մեջ ենք թե փետրվարին Բերլինի արդյունքում եւ թե հիմականի խոշոր վաճառքի գործակալների հետ, վաճառքի ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք լավագույն ճանապարհը գտնել ոչ միայն վաճառք, որպեսզի մենք ունենանք բնականաբար վերադարձվող եկամուտներ ներդրած գումարի, այլ նաև կարողանանք հնարավորինս տարածել ամբողջ աշխարհում, որովհետև փառատոնները, ցուցադրությունները դա լավ է, բայց կինոթատրոնների միջոցով, հեռուստատեսության միջոցով, on-line հարթակների միջոցով սա լավագույնն է, որ կարող են թեմայի շուրջ մարդկանց հասանելի դառնալ եւ այդ թեմայի շուրջ տեղեկանալ մարդիկ, շատ կարեւոր է։ Դա վերածնվածի մասով նաեւ մենք հանդիպումներ ենք ունեցել 2020-ի հրեշտակները ֆիլմի ուղղությամբ, որը պատմում է 20 թվականի պատերազմի մասնակից բժիշկների մասին, բժիշկների եւ բուժաշխատողների մասին։ Տվյալ ֆիլմը արդեն իսկ ունի սցենարի 4-րդ դրաֆտը եւ շատ կարեւոր մի բան, որ որևիցե բան հորինված չէ 2020-ի հրեշտակները ֆիլմում, կա մի պայմանականություն միայն, որ բոլոր դեպքերը եւ կերպարները գալիս են մեր հարցազրույցների արդյունքում, որ 70-ից ավել բուժաշխատողների հետ հարցազրույց ենք ունեցել։ Եվ ֆիլմի սցենարը, պատմությունը որևիցե մեկ բուժաշխատողի մասին չէ, անձի կամ որևիցե բժշկական հաստատության մասին չէ, այլ ընդհանրական են ներկայացված կերպարները, փաստորեն ընդհանրական են դեպքերը, զանազան դեպքեր կատարվել են տարբեր բուժաշխատողների հետ, բայց միախառնվել են եւ մեր սցենարի մասն են դարձել։ Տվյալ ֆիլմը բավական, այսպես կարող եմ ասել, որ արագ զարգացումներ է ունենում միջազգային հարթակներում։ Այս ամբողջ պատերը մորեկիր մոլորակի վրա տարբեր անկյուններում ընթացող պատերազմների ֆոնին բժիշկների մասնակցությունը եւ դերակատարությունը օր-օրի շատ ավելի է կարեւորվում։ Սա իհարկե այնպես չի, որ հեռանկարային այսպես ստրատեգիկ քայլ էր, որ պետք է բժիշկների մասին ֆիլմ պատրաստենք, որ Արցախի մասին խոսենք, բայց սա իմ խղճի թելադրանքն է, սա իմ երախտիկի խոսքն է բուժ աշխատողներին, որ տեսել են պատերազմի ժամանակ իրենց կողմից արված բոլոր հնարավորին ինչ որ տեսել եմ ես, որովհետև ամենը չէի կարող տեսնել, բայց այն ինչ որ տեսել եմ դա շատ ազդել է ինձ վրա եւ ես փորձել եմ իմ երախտիկի խոսքը ասել։ Սա բժիշկներն են, խաղում են բժիշկներ եւ խաղում են բնականաբար զինվորականներ։ Բավական շատ մեծ թվով դերասաններ ունենք մասնակից, որովհետեւ
պատմությունը անդրադառնում է բոլոր կողմերին, թե Սփյուռքի ժամանակաշրջաններին, թե Արցախում գործող, թե Հայաստանում։ Այսինքն բժիշկները ևս ներգրաված են։ Բժիշկներ ներգրաված են, բայց բժիշկները իմանալ սովորեցնում են դերասաններին իրենց աշխատանքը։ Հա, այդ իմաստով ոչ թե կտրել, վիրակապել, շինադրել, ամեն բան, որտեղ շատ բավականին դժվար տեսարաններ ունենք։ Հիմա շատ կարևոր հանգրվանում ենք, սպասում ենք անկյունակարային դեր կարող է ունենալ Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությունը։ Մենք ամսվա վերջին դիմելու ենք Հայաստանի կինոյի հիմնադրամին ունենալու ազգային հիմնադրամից աջակցություն ֆիլմի ստեղծման համար, ապա կդիմի իրենց ֆոնդին ֆրանսիացի կոպրոդյուսերը, կդիմի Լյուքսեմբուրգի կոպրոդյուսերը, կդիմի հույնը, բուլղարացին եւ փաստացի ֆիլմը եւ հիմա նաեւ բանակցությունների մեջ են գերմանացի պրոդյուսերի հետ 5-6 երկրների համատեղ արտադրություն կլինի։ Այս համարտադրությունը նրա համար է կարևոր, որ կարողանանք գոյացնել ֆիլմի բյուջեն, բայց նաեւ շատ կարևոր դեր ունի, որ տվյալ թեմաները մենք չենք միայն որ հետաքրված ենք եւ կարևորում ենք, որ ստեղծենք, այլ օտար մարդիկ, որոնք հայ չեն, գաղափարը գնահատում են, սիրում են եւ նաեւ ցավում են կատարվածի համար եւ ցանկանում են մասը լինել։ Փաստացի մեր նախորդ 3 ֆիլմերը Թևանիկը, Վերջին բնակիչը, Դրախտի դարպասը բոլորը համարտադրությամբ են ստեղծված եւ սա շատ կարեւոր ձևաչափ է ոչ միայն, ինչպես ասացի, բյուջեն գոյացնելու համար, այլ նաեւ աշխարհին ներկայացնելու, որ տեսեք այս թեման միայն հայերին չէր, որ հետաքրքիր էր, ինչպես Ալեքսանդր Լապշինի թեման, ինչպես վերածնվածը ֆիլմում ընթացող դեպքերը, ինչպես նաև 2020-ում ուժաշխատողների մասին պատմությունները։ Սա շատ կարևոր է եւ հիմա մենք շատ կարևոր հանգրվանում ենք առաջ Աստված, որովհետեւ շատ մեծ դեր կարող է ունենալ ֆիլմի խթանման համար, ունենալով ազգային պետության աջակցությունը, կինոյի հիմնադրամի աջակցությունը։ Սա հեշտակների մասով, բնականաբար նաև մենք ունենք եւ այլ պրոյեկտներ, դա Հայքի ու Բելի մասին պատմող անիմացիոն ֆիլմն է, որը տարիներ լռելյամբ աշխատում ունենք սցենարը, ունենք համարտադրողների Բելգիայից, Գերմանիայից, Հունաստանից եւ Ֆրանսիայից, որոնք իսկապես սիրում են ասել, որ ապշելու պատմություն է, որովհետեւ կարծես թե անիմացիոն ֆիլմի անունը Բաբել է, կարծես թե բոլորը գիտեն Բաբելոնյան աշտարակի մասին, բայց թե վերջն ինչ եղավ, պատմում ենք մենք Հայքի պատմության միջոցով եւ մեր նպատակն է ստեղծել անիմացիոն ֆիլմ, որ կդիտեն ոչ միայն հայերը, այլ ամբողջ աշխարհում, ինչպես մեր բոլոր ֆիլմերը, բայց կարևոր շեշտադրմամբ, որ կարողանանք լավագույնս ներկայացնել տվյալ աշխարհամասում, տվյալ վայրում մեր ինքնությունը մերով լինելը շատ կարևոր է։ Աշխատում ենք նաև Դիանա Աբգարի մասին պատմող 6 մասանոց հերոսատեսային սերիալի ուղղությամբ։ Դիանա Աբգարը առաջի հանրապետության ընթացքում նախորդ դարվա սկզբին Ճապոնիայում Հայաստանի հյուպատոսներ տարիների աշխատանք 4-ով ավել տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ եւ աշխատում ենք նրա ծորնուհու Միմի Մալայանի հետ բավական զորեղ եւ կուր թիմ ունենք ներգրաված է ճապոնական կողմը, կանադական եւ ֆրանսիական կողմը դարձյալ նշանավոր դերասանների մասնակցությամբ փորձում ենք լավագույնս ներկայացնել եւ Հայաստանը այս քաոտիկ աշխարհում դիրքավորել այնպես, որ դեռ 100 տարի առաջ մենք ունենք նման զորեղ մի կին, դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող, մարդ, ով իր ողջ կյանքը ապրել է հանուն քրիստոնեական արժեքների
եւ փաստացի շատ մոտ է ուսումնասիրելով կյանքը բոլոր այսպես կրիտերիաներին կարծես համապատասխանում է, որ նույնիսկ սրբադասվի ուսումնասիրելով Դիանա Աբգարի կյանքը անհավանական գաղափարներ, մտքեր դռները բացում մարդու համար եւ ժամանակն է, որ մենք կարողանանք Դիանային համաշխարհային հերոսատեսային լսարանին ներկայացնենք հավոր պատշաճի, որովհետեւ նման հայրենակից նման անձ պատիվ է յուրաքանչյուր երկրին, որ կարող է ունենալ։ Դա համարտադրություն է Ճապոնիա, Կանադա եւ Ֆրանսիա։ Նկարումները ընթանալու են Ճապոնիայում, Հայաստանում, փոքրիկ մաս Կանադայում եւ Ֆրանսիայում։ Հիմա որ սեղանին դրված է այդ ձևաչափը եւ արդեն սկսել ենք կանադական կողմի եւ ճապոնական կողմի հետ սցենարի դիալոգների գրելը, մենք տարիներ աշխատել ենք treatment-ի ուղղությամբ, ամբողջ պատմությունը կառուցված է։ Այո, աշխատում ենք, տարբեր պրոյեկտներ ունենք, որ փորձում ենք խթանել նաև իդեայի մակարդակում պրոյեկտներ եւս, որոնք որ իրենց ճանապարհն են անցնելու առաջիկա տարիներում, բայց սրանք այն կոնկրետ ծրագրերն են, որոնք որ արդեն ունեն սցենարը կամ ֆինանսավորման որից է մաս, կամ ինչպես հարցրեցիք, երբ կլինի պատրաստ վերածնվածը, այս տարի, հաջորդ տարի կլինի էկրաններում, սև ցուցակը հայ բիզնես շրջանակի այսպես աջակցությամբ կարող էր շատ արագ իրականություն դառնալ, որը կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ հնարավորինս արագ, որովհետև այն ինչ որ կատարվել է որևիցե անձի կյանքում ճանապարհորդող travel բլոգեր Ալեքսանդր Լապշինի կյանքում հիմա դա կատարվում է Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Սա իսկապես ինձ համար առաջնային եւ օրակարգում դրված ֆիլմ է։ Փորձում եմ ես անել եւ իրապես ես բաց եմ քննարկելու, լսելու գաղափարներ, նաև կարիք ունենք աջակցության, ոչ միայն ֆինանսավորման, այլ նաև սրտացավ անձանց մասնակցության, խորհրդի, բաց են յուրաքանչյուրի հետ անցնել այս մեծ ճանապարհը, որովհետև այն ինչ որ փորձում ենք համաշխարհային կինոհարթակում անել, դա չափազանց դժվար է։ Ես տարիներ շարունակ զարգացրել եմ մեր բոլոր ֆիլմերը տարբեր կինո շուկաներում եւ անձնապես փորձել եմ յուրաքանչյուր վաճառքի գործակալի, պրոդյուսերի կամ դերասանի գործակալի որևիցե մոտենալ, խոսել, պատմել, թե ինչ է կատարվում Արցախի հանրապետությունում, Հայաստանում, մինչև պատերազմը երբեք էլ չեմ համարել, որ պատերազմը ավարտված է, դրա համար ես հետևողական քայլերով փորձել եմ խոսել Արցախի մասին։ Սա դժվարին ճանապարհ է, որ կարողանանք Հայաստանում լինելով ստեղծենք բարձրորակ, բարձրաճաշակ ֆիլմեր, ոչ միայն հանուն հայկական կինեմատոգրաֆի, այլ նաև հանուն մեր պատմությանը։ Շատ ցավալիորեն վաղը վախենամ, թե այլոք նկարեմ մեր պատմությունը եւ այլոք նկարելու դեպքում մեզ արդեն հասկանալ է, թե ինչպես կարող են ներկայացնել եւ մեր լինելիությունը ինչպես կարող են արժեքավորել այս երկիր մոլորակի վրա։ Ես փորձում եմ աղաղակել, խոսել թե արցախահայության մասին, ինքս լինելով արցախցի, եւ նաեւ փորձում եմ խոսել հայության մասին ընդհանրապես։